Երկրի վրա քայլող քաջ առյուծները եւ երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Հարություն Հովհաննեսի Աբրահամյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 10-ին Շամխորի շրջանի Նուգյար գյուղում։ Եղել է համեստ, խելոք երեխա։ Ծնողների մինուճարն էր։ 6 տարեկան է եղել, երբ եղբայր է ունեցել։ Սակայն վերջինս 1 տարեկանում մահացել է, ու նա կրկին մնացել է միակ ժառանգը իր ծնողների համար։ Երբ 3 տարեկան է եղել, սկսվել է 1988 թվականի Արցախյան շարժումը։ Նույն թվականի դեկտեմբերին նրանց ընտանիքը ստիպված է եղել թողնել գյուղն ու հասնել Գեղարքունիքի մարզ եւ բնակություն հաստատել Արեգունի գյուղում։ Ավելի շուտ մայր ու որդի են բնակություն հաստատել, իսկ հայրը որպես դիպուկահար գնացել է միանալու հայրենիքի պաշտպաններին, որտեղ էլ իր մեծ գործերի շնորհիվ ձեռք է բերել լեգենդար Տալատ մականունը։ Իսկ մեր հերոսը հենց նույն գյուղում էլ 1992 թվականին դպրոց է գնացել եւ սովորել է գերազանց։ 2002 թվականին դպրոցը ավարտելով ընդունվել է բժշկական ուսումնարան, ատամնատեխնիկի որակավորում ստանալու։ Ապա 2003 թվականին զորակոչվել է բանակ, մեղրի, ագարակ։ Ծառայել է պատվով, անտրտունջ եւ զորացրվել 2005 թվականին, պարտքը տված հայրենիքին։ 2006 թվականի նոյեմբերի 12-ին ամուսնացել է Վարդենիսի շրջանի Փամբակ գյուղում ապրող հոր մարտական ընկերոջ աղջկա Արփինեի հետ։ Արփինեն նրան պարգևել է 3 երեխա, 2 աղջիկ, 1 տղա։ Մանկուց լսելով ազատամարտիկ հոր զրույցները, նա դաստիարակվել էր այդ ոգով։ Եվ հասկանալով, որ իր տեղը զինվորի կողքին է, 2007 թվականին անցել է պայմանագրային ծառայության Գեղամասարի զորամասում, իսկ 2013 թվականին տեղափոխվել է Յանսկ։ Եղել է դիպուկահար, ինչպես ժամանակին հայրն էր։ 9 տարվա պայմանագրային ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Ապրիլի 2-ի առավոտյան ամբողջ գումարտակով գնացել են Արցախ, Թալիշ, պաշտպանություն ցուցաբերելու։ Եղել է անվախ ու քաջ, բայց հակառակորդը նենգեր ու դաժան, իսկ նրա գնդակը թունոտ ու մահաբեր։ Մեր քաջը զոհվել է ապրիլի 4-ին, զինում գերոջ Վրեժ Սարգսյանի հետ։ Երկուսն էլ զոհվել են հակառակորդի կողմից արձակած ականանետի կրակոցից։ Փառք նրանց հիշատակին։ Հարությունը հետմահու արժանացել է ՀՀ արիության մեդալի, իսկ Արեգոնի գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է նրա անունով։ Համայնքի ղեկավարն էլ նրան բնութագրում է որպես արտակարգ տղա, իսկ ընտանիքին շատ շնորհքով ընտանիք։ Կրկին փառք հիշատակի հերոս ջան, խոնարհվում եմ Շիրիմիտ առաջ, ննջիր խաղաղությամբ։